Սիրո սրտերը օդում պարեն Երևանի Սիրո զույգեր իրար գրկած համբույր տալիս Ուզում եմ իմանաս, որ դու սրտիս վեր ես տալիս Ամեն տարի նոր երազներ, սրտում պահած երազանքներ Լուր սպասում ենք, որ նոր տարին միավորից սիրող սրտերի Սիրում է, դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Նոր տարին ինչքան սիրում է Դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Փողոցներ ու ջեն խոսքեր Իրա ժպտուն աչքեր օդում պարող երկու սրտեր Կեզ համար եմ բերել ծաղիկներ Երազանք պահենք ու ճոխենք ամբերից հետ Ամեն տարի նոր երազներ Սրտում պահած երազանքներ Լուր սպասում ենք, որ նոր տարի միավորից սիրող սրտերի Նոր տարին ինչքան սիրում է Դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Նոր տարին ինչքան սիրում է Դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Նոր տարին ինչքան սիրուն է Դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Նոր տարին ինչքան սիրուն է Դրսում արդիկ իրար սիրում են Ուսում եմ գորալ, որ կեզ սիրում եմ Ամեն տարի ավելի Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։ Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան գինին իր հատմտիշ տեսականիով։
Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույք է քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա եթերում վաթսենյակն է եւ արդեն միացել ենք մեզ, ցանկանում ենք ձեզ հրաշալի տրամադրություն եւ տոնական տրամադրություն ամենակարևորը։ Նախատոնական լավ տրամադրությամբ եւս մեկ անգամ ողջույններ վաթսենյակի տաղավարից, հիմա նաեւ երգով եւ որ ել ավելի բարձրանա մեր բոլոր տրամադրությունը։ Ոչ, իմ սիրած։ Սիրած երգն է։ Սիրած երգը նաեւ մեր սիրած երգն է։ Ես հիշում եմ այն փողոցը, ուր քայլում ենք միասին, ու նորից գալիս է ձյունը, հիշում եմ քո մասին։ Ախ ինչքան են իմ ձեռքերը, ձեռքերում քո տաքացել, ախ ինչքան եմ գիշերները, կարոտից քո խենթացել։ Ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է, մայթերին վառվող լույսի տակ, ձյունը թափառում է օդում, ու բերում է բարություն իմ կյանքին, ձյունը որ գալիս ու նստում էր, մանկության իմ տանտանիքին։ Թափառում ենք օրերով, բայց այսօր փոխել է կյանքը այն հինը նորերով։ Մեր սիրո այգին դատարկ է, ես ու դու ենք պակասում, ու դատարկ է նստարանը, ուր նստում ենք երազում։ Ձյունը թափառում է օդում, ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է, մայթերին վառվող լույսի տակ, ձյունը թափառում է օդում, ու բերում է բարություն իմ կյանքին, ձյունը որ գալիս ու նստում էր, մանկության իմ տանտանիքին։ Ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է,
Մայթերին վարվող լույսի տակ ձորը թափարում է օդում ու բերում է բարություն իմ կյանքի ձյունը որ գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի ձյունը որ գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի Մենք վերադարձանք տաղավար եւ լսեցինք Անահիտի սիրած երգը, հենց էլ չլսեցինք իմ սիրած երգերից գոնե մեկը։ Իսկ դու կարող ես գոնե դեպի նոր տարի բարի լինես ավելի։ Եվ զիջես որ այո։ Հարգելի հեռուստատեղներ, նախատոնական մեր ընթացքը շարունակվում է, Ռաֆը ուղղակի սցենարային խաղ է կազմակերպել այս պահին, չէ՞ Ռաֆ ջան, դու այդքան էլ նախանձ ու չար չես։ Սցենարը դու չգիտես։ Սցենարը այն որ նախորդ գրում ենք, մենք այդպեսի բան երբեք չենք անում, հեռուստատեղներ։ Մենք անկեղծ ենք, մեր սրտից ինչ գալիս է, մենք նվիրում ենք ձեզ։ Եվս մեկ անգամ ողջույններ ենք ուղարկում բոլորին, ովքեր շարունակում են դիտել Ֆորտունա հեռուստաընկերություն, մեր աշխարհսփյուր Հայությանն ենք ողջունում, լոռեցիներին, բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են նաև Հայաստանում, եւ բոլորին մաղթում ենք խաղաղ ու բարի նախատոնական երեկո։ Սիրելի բարեկամներ, այս պայն պետք է ասենք շնորհակալություն մեր գործընկերներին, հաղորդման գլխավոր հովանավոր Երեմյան ընկերությանը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր հաղորդման գործընկերոջը Ազարյան գինուն։ Շնորհակալություն Մարիա Բյութի սալոնին։ Եվ իհարկե Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին։ Եվ իհարկե նաև Step for Nature կահույքի սրահին։ Այո, իսկ մեր հաղորդումները հասանելի են YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցների համար հասանելի ենք տարբեր կաբելային ցանցերում, իսկ Հայաստանում հասանելի են Ucom, Team Telecom եւ Ovio ցանցերի միջոցով։ Մինչև հաջորդ հատվածը գնալը եւ մեր գործընկերների գովազդային հլովակները դիտելը եւ որ փոքր էիր, ինչ էր ուզում դառնալ, Ռաֆ։ Ես որ փոքր էի, ուզում էի նախ մեծանալ, որպեսզի կարողանամ ինչ-որ բան դառնալ։ Ատամհատիկից ես վերցրեցի գրիչ եւ բարձրախոսի լար։ Բարձրախոս չկար դե այն ժամանակ։ Ատամհատիկ էլ չկար ինձ թվում։ Ատամհատիկ էլ չկար, հորինած ինչ-որ բաներ, բայց շատ էի երազում դառնալ բժիշկ։ Իսկ դուք։ Այո։ Հասկացաք ինձ ու Ռաֆին ինչն է կապել բաց սենյակում բժիշկ դառնալը։ Միայն։ Ես իրականում ուզում էի եւ այդպես էր, բայց այդպես չստացվեց փաստորեն։ Ակնաբուժ էի ուզում դառնալ, հետաքրքիր է ինչու, որովհետեւ մտածում էի, որ պետք է բուժեմ տատիկիս աչքը։ Դե դա մանկական տարիք, շատ Ես չեմ խորացել ինչ էի ուզում, բայց կարևորը բժիշկ լինել։ Կարևորը բժիշկն էր։ Բժիշկ լինելն առաքելություն է, ասում եմ այսպես ողջույններ ուղարկենք բոլոր բժիշկներին, հատկապես Վանաձորի բժշկական կենտրոնում։ Մի քիչ հուշեցինք, թե ում ենք ընդունելու հյուրասրահում։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաեւ The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաեւ գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Պատվերով կահույք,
տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Գերակուրը պատրաստված է նվերները, փաթաթել ենք լույսերով, շրջապատել ենք փողոցներն ու մեր տները ու սպասում ենք։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Մանուկներն ուրախացել են, նամակներն արդեն գրել են ու շուրջ պար նրանք կազմել են, սպասելու են բոլորով ձմեր պապին դյուրանուշին ու մոտենում են։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր։ Ամանոր,
Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձորում, ովքեր մեզ դիտում են Լոռիում, ովքեր մեզ դիտում են դուրս աշխարհի ցանկացած կետում, Ֆորտունա դիտող հեռուստադիտողին ասում ենք բարի երեկո։ Ասում ենք բարի երեկո եւ այժմ մենք գտնվում ենք հյուրասրահում, ընդունել ենք մեր հյուրերին եւ սիրով ներկայացնում ենք մեր հյուրերին։ Վանաձորի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեններ են մեր տաղավարում Տիգրան Հազրոյանը եւ Արթուր Խաչատրյանը։ Ողջույն։ Բարեկալուս թարգելի բժիշկներ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, աշխատանքային տրամադրությամբ։ Նա շնորհակալ ենք, որովհետև լինելով մարզի գլխավոր առողջապահական կառույցի ներկայացուցիչներ, թե որքան բազմազբաղ եք եւ հասցրել եք այսօր այստեղ լինել, ինչի համար շնորհակալություն ձեզ։ Եվ այսօրվա մեր հանդիպման նպատակը բնականաբար ամանորն է եւ 2025-ը։ Ինչպիսին էր տարին Վանաձորի բժշկական կենտրոնի համար։ Անցնող 2025-ից գոհ եք։ Այո, գոհ ենք։ Սկսեմ նրանից, որ ոչ միայն այս տարի, այլ ընդհանրապես բոլոր հատկապես վերջին տարիներին մեր բժշկական կենտրոնը 24 ժամյա ռեժիմով եւ 7 օրվա ռեժիմով իր ջանքերը չի խնայում, որպեսզի ապահովի մեր ազգաբնակչության առողջությունը։ Իհարկե աշխատում ենք լարված, գործը շատ է եւ փորձում ենք ինչ որ հնարավոր է օգնենք մեր պացիենտներին։ Ինչ վերաբերվում է վերջի տարվա մեր նվաճումներին, մի քանի նվաճումներ կներկայացնենք եւ ես եւ բժիշկ Խաչատրյանը։ Սկսեմ նրանից, որ մեզ մոտ այս տարի ներդրվել է մի քանի նոր ծառայություններ։ Օրինակ մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայությունը, որը որակապես փոխել է մեր բուժօգնությունը։ Հատկապես դա վերաբերվում է ավելի վաղ եւ ավելի մանրակրկիտ օնկոլոգիական հիվանդությունների եւ նեյրովիրաբուժական հիվանդությունների ախտորոշմանը եւ այս տարի նաեւ ներդրվել սուր կաթվածների վաղ հայտնաբերում եւ բուժումը, որը էապես փոխում է պացիենտի հետագա ռեաբիլիտացիայի եւ հաշմանդամության նվազեցման մոտեցումը։ Նաև ապրելության վրա է ազդում։ Ապրելության վրա։ Ձեռքբերումներից տեխնիկական, գործիքային առումով, նաև հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցումը պետք է նշել, ինֆեկցիոն բաժանմունքը, ինչպես շատերին հայտնի է, այս տարի ամռանը կառուցվեց նոր ինֆեկցիոն լիովին հագեցած տեխնիկապես գործիքային կազմով այս տարի բացվեց եւ հիմա գործում է շատ լավ։ Պետք է նշել նաեւ մեր նոր ձեռքբերումներից նոր մամոգրաֆիկ ծառայությունը, նոր հզոր մամոգրաֆը, որը որ նույնպես էականորեն կանանց առողջության վաղաժամ հայտնաբերման սկրինինգի առումով բավական մեծ դեր է խաղացել։ Բացի տեխնիկական գործիքային ձեռքբերումներից նաեւ մեր նոր կադրային փոփոխությունները Վանաձորի բժշկական կենտրոնում այս տարի նաև բացվել է թորակալ կրծքային վիրաբուժության ծառայություն եւ կատարվում են համապատասխան վիրատական եւ բուժական միջոցառումներ։ Սուր կաթվածի բուժման համար էլի մենք համալրվել ենք համապատասխան մասնագետներով, որոնք այստեղ տեղում ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնությունը եւ անմիջական կապ են հաստատում մեր Գյումրի կենտրոնի հետ, որտեղից որ այս ամբողջ հյուսիսային տարածաշրջանի այդ բուժօգնությունը կաթվածի ծրագիրը թրոմբոլիզիսը այսպես կոչված գործում է Գյումրիում, բայց պետք է նշել, որ բուժումը սկսվում է արդեն մեր մոտ, մինչև պացիենտի տեղափոխությունը Գյումրի, եթե դրա կարիքը լինում է իհարկե, որը որ էական կերպով թե ապրելիությունն է բարձրացնում,
եւ թե կյանքի որակի վրա էականորեն ազդում, այսինքն ամեն ինչ սկսվում է ճիշտ ժամանակին։ Այնտեղ ժամերն էլ կարեւոր են եւ մոտ ապագայում իհարկե հեռանկարում ունենք նաեւ նույն ծառայությունը մեր մոտ արդեն լիովին ամբողջ ծավալով իրականացնելու, դա երևի ոչ ուշ ապագայում դայլ կունենանք, այո։ Բժշկական սարքավորումների համալրման առումով ինչպիսի տարիներ, ինչպես կգնահատեիք 2025-ը։ Շատ է խոսում, հայ, իհարկե մենք եթե տարիներ հեռվից գանք, բավականին փոփոխություններ նկատելի, այսինքն եւ որ տեղացին, բուժառուն հասնում էր մայրաքաղաք կամ այլ հաստատություններ, հիմա շատ ծառայություններ հենց տեղում են այդ սարքավորումների մասով։ Սա ինչ է տալիս Վանաձորի բժշկական կենտրոնին։ Դա ոչ միայն տալիս է Վանաձորի բժշկական կենտրոնին, ինչպես նշեցիք, տալիս է ազգաբնակչությանը ավելի շատ Վանաձորի բժշկական կենտրոնի միջոցով, գործին վերաբերվում է գործիքային հագեցվածությանը եւ այս տարի կատարված հագեցվածությանը, այս տարվա ձեռքբերումներին, նշեցի մամոգրաֆը, որը որ բավական թանկ արժող սարք է, սարքասելով ինքը մի մեծ համալիր է սարքասարքերի։ Տեխնիկապես կարելի ասել պատրաստ է աչքի ակնաբուժության բաժանմունքը։ Այո, դա մոռացանք նշել։ Որը մոտ օրերս ուղղակի հաջորդ տարին, բայց մոտ օրերս կսկսի գործելը։ Հավանաբար հենց հունվարից բացումը կլինի օֆիցիալ։ Այսինքն աչքի գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնավիրաբուժական, այսինքն այո, կսկսվեն կատարվել, այո, հենց ակնավիրաբուժական բաժանմունք, կսկսվեն կատարվել աչքի վիրահատություններ, ոչ միայն, ասենք, պացիենտի առաջնակի զննումը, ախտորոշում եւ այլ նաեւ բարձրակարգ, բարձր տեխնոլոգիական աչքի վիրահատություններ կատարվելու են մեզ մոտ ու կարծում եմ, որ պացիենտների զգալի մասը, եթե ոչ բոլորը, արդեն հարկ չի լինի, որ գնան Երևան, այդ բուժօգնությունը կստանան մեզ մոտ։ Այո։ Շատ դեպքերում սարքավորումը կա, մասնագետ չկա, կամ սարքավորումը կա, մասնագետը դեռևս դրա բացակայության պայմաններից ելնելով չի կարողացել վերապատրաստվել։ Որքանով է կարևորվում Վանաձորի բժշկական կենտրոնում մասնագիտական կարողությունների աճի զարգացումը, վերապատրաստումների, մասնագիտական հմտությունները ձեռք բերելու տեսանկյունից։ Ինչ դիրքորոշում ունի կենտրոնը։ Բնականաբար մեծ կարևորություն է տրվում նաև մասնագիտական էտապային վերապատրաստումներին եւ վերամասնագիտացումներին շատ մեծ կարևորություն է տրվում եւ իդեպ կատարվում են։ Նշեցի կրծքային վիրաբուժության ներդնումը կենտրոնում, նշեցինք նյարդաբանական բաժանմունքի կադրային հագեցվածությունը, նաեւ կադրային փոփոխությունները, կադրային ավելացումները, պարբերաբար իհարկե բոլոր առումներով, բոլոր մասնագիտական ոլորտներում, նեղ մասնագիտական ոլորտներում էտապային շարունակական մասնագիտական կրթությունը ապահովում է։ Ունենք նաև հենց մասնագետ, ով որ կոնկրետ զբաղվում է նման հարցերով, ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ կազմակերպելով, ուղղորդելով բժիշկներին համապատասխան կենտրոններ վերապատրաստումների, նաև պետք է նշել, որ վերապատրաստումները շատ հաճախ իրականացվում են ոչ Հայաստանում, նաև արտերկրում, Եվրոպա եւ այլն տարբեր երկրներում։ Կնշեմ, որ հետ չեն մնում մեր մասնագետները նման միջոցառումներից։ Շատ լավ։ Ես կուզեի մի բան նաև ավելացնել, նաև մենք բավականի երկար ժամանակ արդեն համագործակցում ենք մեր ֆրանսիահայ բժիշկների հետ, գինեկոլոգների հետ, որոնք կարծում եմ սոցցանցերից նույնիսկ տեղեկացված կլինեք պարբերաբար, ասենք ոչ ուշ քան տարին մի անգամ գոնե ավելի հաճախ այցելում են մեր բուժկենտրոնը, հենց Ֆրանսիայի առաջատար կլինիկայի մասնագետներ են իրանք, բայց որպես օգնություն այցելում են մեզ ու այստեղ կատարվում են շատ բարդ վիրահատություններ, բարդ նոր տեխնոլոգիապես նոր վիրահատություններ, այո, որոնք եւ օգնում են մեր ազգաբնակչությանը, ասենք
այդպիսի վիրահատություններ նույնիսկ Երևանում շատ տենց հազվադեպ է կատարվում, բայց մարդիկ գալիս են հենց ծրագիրը այդպես էլ ուղղորդված է, որ մարզային բուժօգնությունը ավելի զարգացվի։ Ու այդ մասնագետները գալիս են մեզ մոտ եւ ցուցաբերվում է մարդկանց օգնություն եւ իհարկե մեր բժիշկները իրենց հետ մասնակցելով այդ վիրահատություններին բարձրացնում են իրենց մասնագիտական ունակությունները, որը եւ ինչու՞ չէ, հետո ինքնուրույն էլ կարողանում են այդ նույն վիրահատությունը կատարել, այնպես որ դա մեծ ձեռքբերում է մեզ համար։ Շատ լավ։ Ինչպիսի ծրագրեր կան, որոնք պետք է կյանքի կոչվեն եկող տարիներ 2026 թվականին։ Արդեն որոշակիորեն, եթե տեսլական ունենք ձեր անելիքներից։ Ծրագրերի մասին ասեմ, այստեղ հնչեց, որ ակնաբուժական բաժանմունքի բացում։ Հետո իհարկե բնակչությունը կարծում եմ տեղեկացված է, որ 2026 թվականի հունվարի 1-ից գործելու է ապահովագրական բուժօգնությունը։ Եվ մենք շատ տենց մեծ հույսեր ունենք այդ քայլի նկատմամբ, որովհետև բավականին մեծ բնակչության մաս կարող է նույնպես օգտվել այդ ծառայություններից, որոնք նախկինում անմաս էին մնում, չէին կարողանում ֆինանսական ինչ-որ խնդիրներից ելնելով։ Այո, մասնավորապես պետք է նշել 65 տարին անց։ Մեր այդ խոցելի բնակչության խումբն է 65-ից ավել, որը արդեն չեն աշխատում, մարդիկ անցել են թոշակի, բայց նախկինում իհարկե պետպատվերից օգտվում էին միայն հիվանդության խումբ կամ նպաստառու, ինչ-որ սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներ։ Հիմա որոշվել է, որ անկախ ինչ-որ սոցիալական ստատուսից 65 տարեկանից ավել քաղաքացին պետք է բացառապես անվճար օգտվի բուժօգնությունից։ Եվ այդ խմբի մեջ նաև ներառվել է այն հատվածը, այն բնակիչները, որոնք 200,000-ից ավել ունեն աշխատավարձ։ Առայժմ եւ հանդիսացել են մինչեւ այդ սոցպատետի շահարկումը։ Սա ինչ կտա բնակչությանը որպես բժիշկ։ Ավելի մատչելի բուժօգնություն, իհարկե, որովհետեւ այն ծառայությունները, որը նախկինում պետք է վճարովի ստանային, հիմա կստանան այդ ապահովագրության ֆինանսավորման շնորհիվ։ Բացի դա, իհարկե ֆինանսական առումով էլ, սոցիալական առումով էլ բնակչության շատ մեծ ինչ-որ միշտվար զանգվածի հասանելի կլինի բժշկությունը իհարկե, բացի դա պետք է նշել, որ բժշկության որակն էլ կբարձրանա, հա, որովհետև դիմելիությունը ավելի վաղ դիմելիություն կլինի, ավելի պատշաճ կլինի եւ վաղ կհայտնաբերվի հիվանդությունը զարգանա, բարդանա, նոր ոնց որ մեզ մոտ ընդունված է ամենանենց վերջի ծայրաստիճան բարդացած վիճակով դիմեն բժշկի։ Ցավոք սրտի դա այսօր արդիական խնդիր է, մեծ խնդիր է, որ հասանելի է, մարդիկ ավելի շուտ դիմեն, էապես կազդի, ավելի որակյալ բուժօգնություն կստանա։ Այլ բան է վճարովի բուժօգնության դիմել, չէ, այլ բան է, եթե գիտես, որ ապահովագրություն կա եւ պետությունը կամ ինչ որ ապահովագրական կազմակերպություն փոխհատուցում է այդ ամենը եւ բնակչության համար դա դինում է բացառապես անվճար։ Մարդիկ կմտածեն իրենց առողջության մասին։ Ես ուզում եմ, քանի որ մեր ծրագրի նպատակը նաեւ մեր հյուրերին իդեմս այսօր նաեւ ձեզ որպես անձ, որպես քաղաքացի ներկայացնել, ինչու եք ընտրել բժշկի մասնագիտությունը։ Երևի մանկուց ես բժշկազորան երևի թույլ կտա պատասխանեմ։ Մանկուց սիրել եմ, ճիշտ ասած, փոքր ժամանակվանից, չգիտեմ, թե ծնողներից, թե
մոտիկ հարազատներից մեջ բժիշկներ եղել են եւ մոտ կանգնած լինելով այսպես երևի ես ինքս ի սկզբանե փոքր ես ինձ գիտակից կյանքում ինչքան որ հիշում եմ միշտ մտքումս եղել է շփվել ես միշտ սիրել եմ միշտ ուզեցել եմ դառնալ ու Եվ դարձել եք։ ունենք այո Եվ քանի տարի է որ ոլորտում եք բժիշկ Խաչատրյան։ Եթե նկատի ունեք աշխատանքային ստաժը ոլորտում կարելի է համարել վաղուց որովհետև արդեն ուսանող ժամանակվանից ոլորտի հետ սերտ առնչվում ենք ես 15 տարի կլրամ Իսկ Վանաձոր բժշկական կենտրոն 16 ներողություն Իսկ Վանաձոր բժշկական կենտրոն Այո, ի սկզբանե Վանաձոր բժշկական կենտրոն, իհարկե մասնագիտացումս կլինիկական օրդինատուրան, որը նաև մասամբ իհարկե ստաժի համարվում եւ աշխատանքային գործունեություն, անցել է քաղաք Երևանում, բայց դե ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ ու աշխատել եմ միայն այստեղ։ Բժիշկ Հազարոյան, ձեր դեպքում քանի տարի աշխատանք Ես ունեմ 31 տարվա բժշկական ստաժ, որից 28-ը անց եմ կացրել Վանաձորի բուժկենտրոնում։ Իհարկե իմ հարազատության մեջ բժշկական ոլորտի աշխատողներ չեն եղել, որպես մարդասիրական մասնագիտություն հաշվի առնելով, չգիտեմ, բնավորության, ինչ-որ գծեր եւ այլը, մտածել եմ, որ ինձ համար ավելի հարմար կլինի ես գնամ այդ մասնագիտության գծով։ Ինչն եք կարևորում ձեր աշխատանքում։ Ամենաշատը ինչից եք ուրախանում, հպարտանում, գուցե ընկալենք, ոգևորվում, ինչու՞ չէ նաև։ Դե իհարկե, երբ որ մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը, երբ որ մեզ դիմաց պացիենտը ոտքի է կանգնում, աչքիդ առաջ որ հիվանդ մարդը ոտքի է կանգնում, կազդուրվում է, դրանից երևի ուրախալի զգում ենք, որ օգտակար ենք իրեն ու ինչ-որ կարողացել ենք իր առողջությունը բարելավել, իհարկե դա շատ կարևոր, ամենամեծ հաճույքն է մեզ համար։ Նաև ամենամեծ խթանը։ Այո, աշխատելու, շարունակել աշխատել, որովհետև առողջությունը դա իհարկե ամենակարևոր բանն է մարդու համար, եթե չկա առողջություն, մնացած ոչ մի նվաճում մարդը չի կարող ունենալ, պետք է մարդը առողջ լինի, որ կարողանա բեղմնավոր աշխատի, օգտակար լինի իրեն հարազատների, իրեն ընտանիքի ընկերների համար եւ իհարկե մեր տարեցների առողջությունն էլ կասեի, որ ավելի շատ կարևոր է մեզ համար, քան իրենց։ Երբ որ մենք տեսնում ենք, որ տարից մարդուն մենք օգնեցինք ու ինչ բավականություն ստացան իրանց երեխաները, որ տեսան, որ իրանց հայրիկը, մայրիկը լավ են, դա իհարկե եւս մեծ խթան է մեզ համար։ Այո, այո։ Եվ գալով ամանորի մասին մեր զրույցին, ինչպես եք զգում, որ նոր տարին մոտենում է, ինչ է կատարվում ներսում, հոգում, սրտում։ Երևի թե մանկուց դեռ մնացել է այդ խանդավառությունը ամանորին մոտենալու այդ իրարանցումները, այդ ակտիվությունը մարդկանց ամեն դեպքում թեկուզ ենթագիտակցորեն ինչ-որ մի բան ներսում կատարվում է, ինչ-որ մի խանդավառություն, ինչ-որ մի սպասում կա երևի նոր տարվա ամանորի հետ, ինչ-որ, չգիտեմ, լավատեսություն, ինչ-որ նոր երազանքներ կարելի ասել, ինչ-որ նոր նպատակներ իհարկե ավելի գործնական, երևի այդքանը։ Բժիշկ Հազարոյան։ Նոր տարին դա որպես ես ընդունում եմ որպես փուլ ամեն տարի ասենք երբ որ գալիս է այդ դեկտեմբերի 31-ը մարդը սովորաբար մի հատ հայացք անետում իր անցած այդ տարում ինչ որ բան ամփոփում է ինչի է հասել ինքը իր երկիրը իր շրջապատը իր հարազատները եւ դրա վրա հիմնելով մտածում ենք ինչ նոր նպատակներ ունենք, ինչ նոր երազանքներ ունենք
իհարկե այդ ամենը հաշվի առնելով մենք ընդունում ենք սա որպես մի հատ նոր քայլ, որ պետք է անենք մեր կյանքը բարելավելու, ինչ որ ավելի լավ բաների հասնելու համար։ Ամանորը ձեզ համար հիշողությունը թե ինչ որ նոր բանի սկիզբ։ Հիշողությունը իհարկե ավելի շատ կապված է մանկության հետ, որովհետև իհարկե ոնց որ բժիշկ Խաչատրյանը ասեց, այդ գեղեցիկ սպասումները, այդ ինչ որ հեքիաթային ընկալումները, դրանք իհարկե փոքր հասակում են լինում, երբ որ մարդը մեծանում է, շփվում է առօրյա կյանքի հետ, մի քիչ ուզած թե չուզած կարծրանում ենք էմոցիոնալ տեսակետից, բայց նախկին մեր հիշողությունները այդ նախկինում անցկացրած այդ նոր տարվա օրերը իհարկե հիշողության մեջ կա։ Իսկ կարոտում եք բժիշկ դրանք։ Դե իհարկե այդ նոստալգիան, սենց ասած, չգիտեմ, երևի բոլոր մի քիչ ավելի տարիքը առած մարդկանց մոտ դա կա, որովհետև որպես բժիշկ կարող եմ ասել, մարդու ընկալումը, այդ էմոցիոնալ ընկալումը դա երիտասարդ հասակում է։ Դրա համար էլ ինչը որ մենք ընկալել ենք երիտասարդ հասակում, մեզ ավելի գեղեցիկ, ավելի վառ է թվում, քան ներկան։ Այ երևի դուք էլ շփված կլինեք մեծերով ասում են, այ մեր ժամանակ, մեր ժամանակ, չէ։ Նու ժամանակները չեն փոխվում։ Միշտ էլ ամեն ժամանակ լավն էլ ա եղել, վատն էլ ա եղել, ուղղակի ընկալումն է փոխվում։ Եվ իրենք են երիտասարդ եղել։ Հա, իրենք եղել են երիտասարդ, Այո։ ավելի ուրիշ ձև են դա ընկալել, ասում են, Այո, իրենց աշխարհընկալումները ուրիշ ձև եղել, իրենց մոտեցումներն են ուրիշ։ Պարզ է դե, Եռանդը եւ այլն եւ այլն։ կյանքը դժվար է, պետք է աշխատես, պետք է չարչարվես ու դրա հետ իհարկե էմոցիոնալ ինչ որ կորուստներ ունենում ենք։ Բայց հիշողությունները մնում են իհարկե։ Եթե Ամանորը կարողանար խոսել, ինչ եք կարծում, ինչ կասեր բժիշկ Խաչատրյանին։ Ոյ, շատ բարդ հարցեր։ Վստահ եմ բժիշկին այս հարցը առաջին անգամ ես տվեցի։ Ինչ կասեր ձեզ։ Երևի կասեր շարունակել գործունեությունը ավելի եռանդով։ Փորձել լինել երևի կասեր ավելի շատ ժամանակ հատկացրա ընտանիքիդ, որը որ ցավոք սրտի քիչ է ստացվում, բայց ես ինքս էլ զգում եմ, որ դրա պակասը կա, դրա կարիքը կա։ Երևի այդքան։ Իսկ Տիգրան Հազրոյանին ինչ կասեր, բժիշկ Հազրոյանին ինչ կասեր։ Ինձ կասեր երևի, որ հիշիր, որ ես վերջինը չեմ, բայց պետք է շատ աշխատես, ձեռքբերումներ ունենաս, որպեսզի ամեն հաջորդ Ամանորին հետադարձ հայացք նետես եւ ինչ որ բան տեսնես, որ ինչ որ նոր նվաճումների հասել ես։ Շատ դա, ինչ վերցնենք կավատները։ Ասում են գինին օգտակար է հարգելի բժիշկներ, ճիշտ են ասում։ Չափավոր, այո։ Շնորհավորում ենք ձեզ գարիկտոների կապակցությամբ։ Շնորհակալություն, մենք նույնպես շնորհավորում ենք փոխադարձ։ Եվ խնդրում եմ ձեր մաղթանքը այս տեսախցիկը մեր հայրենակիցներին ուղղեք ձեր խոսքը։ Շնորհավորում եմ մեր սիրելի հայրենակիցներին, հատկապես մեր նորվա գեղեցիկ աշխարհի բնակիչներին, մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, խաղաղ երկինք, հաջողություններ աշխատանքի մեջ, սեր հարգանք իրենց ընտանիքներում եւ իհարկե որպես բժիշկ մեծ անսահման առողջություն։ Շնորհակալություն։ Բժիշկ Հազրոյանը այնպեսի մաղթանքներ ասեց, բան չթողեց տակը։
Ես նույնպես մեր ամբողջ հայազգին, թե Հայաստանը բնակ, թե Սփյուռքի ուզում եմ շնորհավորել գալիք ամանորի կապակցությամբ։ Ամենակարևորը, որ կմաղթեմ, դա առողջությունն է իհարկե։ Կմաղթեմ բոլորին մեծ հույս, մեծ հավատ, երբեք չկորցնեն իրենց հույսը, իրենց հավատը եւ դրանով առաջ գնան։ Իհարկե առաջնորդվեն միշտ դրանով, միշտ երբեք չհուսահատվեն ինչ էլ որ լինի եւ կմաղթեմ բոլորին մեծ համբերություն եւ երջանկություն անձնական կյանքում, ընտանեկան կյանքում։ Մենք ձեզ առողջություն ենք մաղթում։ Առողջություն դուք եք նաև ստեղծում, ջանում, որ այն վերագտնվի, վերականգնվի, բայց թույլ տվեք մենք ձեզ նաև առողջություն մաղթենք, որ շարունակեք ծառայել եւ անձնվեր աշխատել մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ ենք։ Կներեք, օգտվելով առիթից նաև կուզեմ մեծ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ Լոռվա մարզի բուժանձնակազմին, որոնք իրենց ջանքերը չխնայելով օրվա ցանկացած ժամին առանց հանգստյան օրերի կանգնած են մեր ժողովրդի առողջության համար։ Բոլորիդ շնորհակալություն։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Իսկ մեր հաղորդման գործընկերոջ Ազարյան Գինու կողմից այս գիրները մենք սիրով հասնում ենք ձեզ, նվիրում ենք ձեզ եւ ձեր նոր տարվասեղանի վստահ իշտեղ եք գտնում։ Հաճախ եք լինում հերթապահության Ամանորին։ Երբեմն պատահում է, դա իհարկե ավելի շատ մեր անհետաձգելի բուժօգնության անձնակազմն է հերթապահում, վիրաբույժներ, սրտաբաններ, բայց իհարկե մենք էլ երբեմն։ Խաղաղ տարի ենք մաղթում, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, մենք շարունակելու ենք քիչած եւ իհարկե բոլորին մեծ ցանկանում ենք առողջություն, երջանկություն եւ անսահման ժպիտներ գալիք տալու։ Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր հեռուստադիտողներին եւ եւս մեկ անգամ շնորհավորելով Վանաձորի բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին գալիք տոների կապակցությամբ առողջություն ենք մաղթում։ Եվ նորից շնորհակալություն հատկապես Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրինությանը, իդեմս Մեսրոպ Հազարյանի բժշկական կենտրոնի տնօրեն, ով միշտ պատրաստ է մեր բոլոր նախագծերի կողքին լինել եւ աջակից։ Շնորհակալություն ու բոլորին մաղթում ենք առողջություն։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալեք Տեր Ֆորտունա։ Իսկ այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն մեր բոլոր հեռուստադիտողներին, կամաց գնում ենք նոր տարի, բան չմնաց, եւ ես կուտեմ իմ երազանքների նրբաբլիթը, խոզի ազդրը, այո, եւ տոլման թփով, կաղամբով, իհարկե թփով։ Դե ինձ երի բարեկամներ, կարևոր չէ թե ինչպես եք դիմավորում, ինչ ուտելիքների շարքով կամ ոչ, կարևորը է որ սրտում լավ տրամադրվածություն լինի ու հավատ, որ գալիք 2026-ը ավելի առատ է լինելու, ավելի խաղաղ է լինելու, ավելի բարի է լինելու, ավելի առողջ ենք լինելու։ Բոլորիդ մաղթում ենք առողջ, խաղաղ եւ գեղեցիկ նախատոնական ընթացք ու աման օր։ Իսկ մենք կհանդիպենք ձեզ լավ երեկո, հաջողություն բոլորին։ Ձյունայի չափ սիրտը իմ արեց կես
Ձյունը իջավ ու նորից հիշեցրեց քեզ Ձյունը դառնում է աչքիս մեջ կաթիլ Ձյան պես թողում է հոգիս ինչպես փաթիլ Ձյունը սիրուս պես մաքուր է ջերմակ Նոր տարում վերադարձիր տունին միակ Սարով ձորերը պատել են ձյան ամպեր Ձյուն քեզ խնդրում եմ իմ սերը հետ բեր Անցորդներից նրա տեղը հարցրու Միայն թե սերը իմ տուն վերադարձրու Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։
Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան գինին իր հատնտիշ տեսականիով։ Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույք է քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Մարիա Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։